հենց նոր պիլեսոս սրբել մրբելը բրծա, բաղնիկ զուգարանը մաքրեցի, հեսա անցնում եմ փոշիներին, բայց մինչև փոշիները խոհանոցում անելիք ունեմ, այստեղ որոշել եմ այս անգամ սպասը սարքեմ փոքր կասուլկայով, որպեսզի ստացվի թանձր, մի հատ ձույա, մի հատ թթվասեր մեծ, մի հատ մեծ մածուն և ձավարը նախապես խաշված, հիմա եռացրած ջուրը կլցնեմ, ուզում եմ ինքը ինչ-որ թանձր ստացվի, չգիտեմ հետո կփոշմանեմ, չեմ փոշմանի այդ ցանկության համար, բայց այս անգամ ասեցի հենց սենց պատրաստեմ, հետաքրքիր է ինչ կլինի իրանից, թեև վիզուալ ինձ թվում է, որ կասուլկան այնուամենայնիվ փոքր է, բայց սրանից այն կողմ այն շատ մեծը սա էլի, դրա համար մտածում եմ հələ փորձենք սենց սարքենք, ինչ կլինի ոչ Я думаю, ոչինչ, էքսպերիմենտներ պետք է անել։ Հեսա մի հատ մեծ ձմերուկ ախորի կբերել, փորձեմ լվալ, կտրատել, տեղավորել, քանի որ ընկերուս հետ եմ այսօր հանդիպելու, ես ուզում եմ ամեն ինչ սարքած պատրաստ թողնեմ, հեսա լոլիկով ձվածեղ եմ սարքելու, տները իդեալական մաքուր, կոկիկ, խորիկենք սուսիկենց տանն են, ուղարկեցի, որ ես հանգիստ կարողանամ գործերս անել, հեսա այս լվացածը սաման չամանը տեղավորեմ, պասուդամոյկան միացնեմ, այնքան բան եմ առավոտից հասցրել, չեմ էլ ուզում թվարկել երեխեք ջան, բայց դեռ ունեմ անելիքներ։ Երեխեք թույլ տվեք ասեմ, որ հրաշալի որոշում էր, ինձ թվաց շատ թանձր կլինի, բայց ոչ, իդեալական է ստացվել։ Հեսա լոլիկով ձվածեղներ մի հատ անեմ, ջուրս եռած բիբարով, այսպես խառը կանաչիով, ուզում եմ ինչ-որ մի բան այդպես այդ ֆորմայով էլի սարքեմ։ Դավիս պատվերն է սպասը, մամ սպասա սիրտը սուզում, ես սիրում եմ, ասեցի դե որ դու սիրում ես, մաման անպայման կպատրաստի այսօր։ Վերջ երեխեք ջան, ահա եւ մեր սպասը պատրաստ է, շատ ախորժերի համեղ տեսք ունի, հիմա կսառի, հետո արդեն կդնեմ սառնարան։ Ահա եւ մեր ձվածեղը, դիտմամբ կանաչին չեմ կտրատել, որովհետև երեխեք կանաչիով չեն սիրում, բայց ծիտրոնի և ռեհանի տերևներ եմ գցել մեջը, հիմա որ կափարիչը փակեմ, մի հատ է խառնեմ, արամատը ընտիր կտարածվի, հետո կհանեմ իրանց տարուց, իրանց բաժնի մեջ չի լինի, բայց այդ համն ու հոտը, այսպես ասած, կպահպանվի, այստեղ Ես լվացի ձմերուկը, պասուդամոյկան միացրեցի, մի հատ այս ձմերուկը կտրատեմ, սեղը արդեն կտրատել եմ սառնանումը, ձմերուկը կտրատեմ և կմնա փոշիները, հետո արդեն կզբաղվեմ ինձնով, ինձ կարգի կբերեմ, որ տնից դուրս գալիս մարդանման տեսք ունենամ։ Ես պատրաստվել եմ, այսօր հանդիպում եմ իմ Վանաձորի ընկերու հետ, ինչ եմ ասում Վանաձորի, զեմլյակ ենք էլի, ով որ իմ հետևորդուին եղե Անին, իրան տեսած կլեք վլոգներում, ուղղակի ես մի քանի Անի ընկերուհի ունեմ, մեկը Ամերիկայում է, իսկ մյուսը Հայաստանում։ Հայաստանի Անիից հետ եմ հանդիպում, իմ ամենահավատարիմ հետևորդն է, ինքը մեկ-մեկ ուղարկում է Անկոհին վիդեոներն եմ նորից նայում։ Մի խոսքով անգիր գիտի իմ բոլոր վլոգները, ցիտում է մեկ-մեկ դրվագ առ դրվագ։ Գիտեմ, որ նայելու ես վիդեոն, մի խոսքով, հիմա դուրս եմ գալիս մետրոյով, ուղիղ իրար հետ հանդիպման Ռասիայում ենք պայմանավորվել, խորեն սկեսուրենց տնից եկավ, մի քիչ մնացին, երեխեքի հետ իջավ բակ ժամանակ անցկացնելու, ես էլ եմ, որ ադուշի, ամբողջ սենց հոգուս հանգստությամբ գնում եմ, որովհետև սննդատեսակները պատրաստ, տունը իդեալական մաքուր, ընտանիքս խնամված, մի խոսքով կարող եմ ու իրավունք ունեմ ինձ թույլ տալ մի երկու ժամ ընկերուս հետ զբոսնել, սրճել, չգիտեմ, լիցքաթափվել։ Գնացինք։ Խորենին երեխեքին ցտեսություն ասեցի Բաքու։ Ինչ անշնորհ մարդիկ կան։ Ազգությունը նեն չի որ հատուկ եմ նշում, բայց հնդիկ էր ազգությամբ, որ սենց ամբողջ ուժով թքում են, ասենք ինքան տգեղ երևույթ հայ, որ խոսքեր չկան։ Երեխեք ջան, իմ գեղեցկուն հանդիպեցի, իմ Անուկային, վստահ եմ իրան հիշեցիք, տանը պատմում է էլի, ում հետ եմ հանդիպելու։ Հա, վաղուց չենք տեսել։ Մեր միասնական, այդ վայբ բառը շատ եմ օգտագործում, մեր միասնական վայբունից մի հատ ուրիշն է, ինչով սենց բայց ամենաշատը սիրում եմ այս բոսանքները, աշունը, այն ցուրտ եղանակներն ասա, ենք համանչը։ Մենք հիմնականում որովհետև այդ ժամանակ։ Հա, ինչ որ ույուտ կա, էլ այդ նախատոնական տոներն են մոտենում, անտես։ Այսպես ասած, լուսավոր, հով, ձով Եվ ընտրում ենք, Անիս ընտրեց սա, ես էլ կընտրեմ այն օրվա իմ կերածը խորենի հետ որ կերա, որովհետև շատ համով էր, այսա, մշկային։ Երեխեք ջան, ջուր են երևի, պսպզիկներն ան, իմ պաղպաղակը եկավ, այսպես, Անի սուրճը, ես սուրճ չեմ ուզել,
Եվանի պաղպաղական քոնն էլա շատ ապիծիտնի տեսքով, բացի ես տերևից։ Տերևը հանած ապիծիտնի է, գեղեցկույս։ Իհարկե ես սերուց կել չէի անի ստեղ, որովհետև Ինչ չէ Իրանի։ սերուց Քայլելով եկանք Մարիվոյի այգի, այդտեղ սուրճ էի հյուրասիրում, անից չուզեց, ասաց չեմ ուզում, չեմ սիրում, դոլի լավ չեմ զգում, չգիտեմ, իրան կհարցնեք, ես վերցրեցի, так что համելով քայլում ենք։ Համեր գա այստեղ, անիրից անկարում ես իրան։ Ահա և մեր հրապարակը, այս ժամին ահավոր, մարդաշատ, լիքը, տուրիստաշատ։ Երեխեքին բերել ենք Սուսիկենց տուն, շատ ուժեղ քամի է։ Մենք էլ ուզեցինք գնանք այդ սեպտեմբերի 1-ի կիսատ առևտրի հետքերով դեպի Ռասիայի կողմ երևի։ Հələ խանութները նայենք, տեսնենք ինչ կա չկա, չեմ ուզում են նույն պոլոներից առնեմ, ինչ ուրիշ բան եմ ուզում, էլի, շալվար բան, մի խոսքով մի քիչ կնայենք ու հետ կգանք։ Խորիկը մտա մի վայրկյանով City, բան ա ուզում նայի, ես դրսում եմ սպասում, որտև այս մասի City շատ տեղ ա, ներսում տահաճ ա, հա, կար։ Ասում եմ, չէ՞ որ չի։ Մեծ City-ներ, ես իրեմ Վիդեո։ Սուրճ վերցրեցինք, խորենը իրեն սմուզի, այստեղի աշխատող աղջիկը միշտ մեզ ինչ-որ շոկոլադկա է հյուրասիրում, այս անգամ երկու հատ կինդեր ա տվել, խորենը ուտում է, ես պահում եմ իմ երեխեքին, իրապես չէ։ Երեխեքին օգուտ չի։ Հա, դե լավ, ասեցի մի քիչ կեն, հենց եմ սիրում, որ անունս չեն հարցնում ու կրում են խոր։ Это так мило։ Это դեմք ես։ Հա, ազիս։ Մի հատ գացեք կամուց ինչպիսի շարֆ է եղել ի վզին, բնական շարֆ, Դավին մի հատ ռուբաշկա առանք, արդեն մութ հա դրա մարա կադրը սենց վատ, մի հատ ռուբաշկա գտանք, շալվաշ չկա, նորմալ, մեծերի են, դիտով լավ տեսականի չեր, միջակը, կամուց կշվածներ, խոհանոցում էի կարգի բերեցի, պասուդամոյկան միացրեցի, մի երկու բանկար ձեռքով լվացի, սուրճ եմ ինձ դրել, 12-ն է ու ինչպես պարզվում է առաջիկա օրերին եղանակը լինելու ամռայլ, այս պահին էլ բավական անպամած է, բայց տոթ է չէ խոր, համ անպամած է, համ տահաճ տոթ է։ Տոթ, շոկ։ Ինչ խոսքով։ Դու ինչ ես անում, սիրելիս։ Այ խորս։ Ինչ կա չկա, հլը ասա տեսնենք, վաղուց կադրում այսպես չեմ դայաղվել կե, դաս ես։ Այսօր Դավին նկարչության երևի խորենը կտանի, ես մի քիչ անելիքներ ունեմ, եթե ստացվի ժամը մի քիչ տեղափոխել, այդպես ուզում եմ երկու բան կանեմ արանքից անեմ, ոյ խոր տոթ հա թե ես գործ արեցի, սենց շոկ տվեց վրաս, ինչ անուշ կոնֆետի հոտ եկավ լսի, ես չեմ սիում կարամել կանել, բայց հոտը շատ բան էր, հասավ ինձ, եղանակից էիր խոսում։ Համի կրպնում ես շոքա, համ կամի է, շատ բան եղանակ է։ Կհամաձայնեմ թերևս քո հետ։ Մենք եղանակ։ Ինչ։ Նենք։ Հա, մենք լուսեցով։ Կավառնի եղանակ է շատ։ Համաձայնեմ սիրելիս։ Կմնաս մի քիչ իրար հետ կոֆես խմենք, թե քեզ չեմ դրել։ Ես եմ սուրճ բերեմ։ Հա, ուրեմն երեխեք այս աթոռները շատ կեղտոտ վիճակում են ու լվալու կարիք ունեն, բայց ամառը քանի որ բոբիկ են ման գալիս, պոլից կեղտը քրտնած ոտքով վերցնում բարձրամեն աթոռին, սա լղոզում են։ Հիմա իմաց չեմ տեսնում այդ բանանը, մտածում եմ օգոստոսի վերջ կմաքրեմ, հատկապես պատուհանը մաքրելուց 2 օր հետո որ նորից սաղ զայլյապնի էր, արդեն չեմ շտապում, ասում եմ օքեյ, թող մնան հենց մաքրեմ, մեկ էլ են իմ սպիտակն ու սիերի կրեսլոն, էդ ինչ են արել, խոր, դիմացի հյուրանոցում տրուսիկով ջաջա եմ տեսնում։ Տեսա՞ր դու էլ։ Մենք չենք նայում։ Մենք չենք նայում, հա, իրանք ցույց է տալի, որ իրանք ոչ մեկ չի տեսնում, ասել քեզ։
Դե լավ թող վայելի ինչ որ ծխում հեռասով է խոսում արդեն հյուրանոցում է։ Հաշվենք կուպալնիկով է ոչ թե տրուս։ Հետաքրքիր է, չէ՞ որ տրուսիկով են, դա ամոթ է, բայց կուպալնիկով նույն ռուսկան եք։ Տրուսիկը ամոթ է, բայց այս ստրինգի կուպալնիկներով որ թփրտալ Instagram-ը տեսնում է, դա ամոթ չի։ Շատ յոնք տրուսիկով էլ չեն ամաչում էլ մեջ ասած։ Սա get ready with me-ները տրուսիկով մենտալիտետը։ Հա։ Մի շքեղ ֆիլմ էի նայում, շքեղագույն, կոչվում է Я еще Элис։ Մի լեզվաբան կնոջ մասին էր, ով Ալցհեյմերի հիվանդությամբ է տառապում, իր հորից ժառանգած հազվագյուտ վերսիայով, հա։ Ու շատ սենց հուզիչ ֆիլմ է, շատ խորհուրդ եմ տալիս, եթե չեք նայել անպայման նայեք, մի հրաշք բան։ Էդ հիմա ֆիլմս նայեցի, Խորենա Ադավին տարելա նկարչության, հեսա հետ են գալիս, խնդրել եմ Միս Բերի, որ բան սարքեմ, կոտլետ։ Ես էլ ասեցի հանեմ այս պահարանի ապակիները եւ մի հատ իրան ու բոր կանեմ, տարին գոնեմ մեկ անգամ, անպայման հանում եմ, ամեն ինչ լվանում եմ, իսկ որ ցանկալի է տարին 2 անգամ։ Այս տարի կարծում եմ մեկ անգամ կանեմ, էլ ամանորից առաջ էս չեմ անի, որովհետեւ դասերի հետ կապված ես ենթադրում եմ, որ խառը կլինեմ։ Դրա համար քանի դեռ ամառ ու ես էլ տանն եմ, փորձում եմ այդ բացը լրացնել։ Հիմա ամբողջը կդատարկեմ, կլվանամ, հարկերը կմաքրեմ ու սիրուն կշարեմ։ Արթնացել ենք, ես ու Դավես։ Ես вообще շուտ եմ արթնացել, где-то 8:30, հիմա 10-ն է։ Շատ մռայլ օր է, ամջրևային, ասել էին, որ այս շաբաթ էսպես է լինելու։ Ես հավկիթ խաշեցի, գիշերը կոտլետ էի սարքել, կոտլետի մեջ կարտոֆիլ եմ լցրել նաև, ինքը շատ փափուկ է, այդպես ստացվում, բանջարեղեններ, մի փոքր պանիր եմ քերել վրան, եւ այդպես։ Ես ու Դավս նախաճաշում ենք երեկվա գործերից հետո, ուրեմն այդ եղունգս խորքից կոտրվել է, նենց որ չեմ էլ կարող կտրեմ անդադ մազից է ցիպլյացը լինում։ Մի խոսքով, մեծ բարիախորժակ, ես որ անպայման ուզում եմ վլոգ մոնտաժել ձեզ համար, տեղադրել, այնպես որ այսօր պլաններից մեջ նաև դա կա։ Բայց մինչև այդ մի երկու անելիք ունեմ, ուզում եմ գիրքս կարդամ, այս գիրքը նենց եմ հավանել, այս Խորենը որ ծնունդիս նվիրել էր, ճիշտը որ ասեմ, Յունգը ավելի դանդաղ է առաջ գնում, ծանր է ինքը ավելի, քան այս ավելի հեշտ ընկալելի է, բայց շատ կարևոր ապագա հոգեբանների համար։ Так что նախաճաշից հետո մի քիչ անպայման կկարդամ, հետո նոր արդեն մնացածը ինձ բարի ախորժակ։ Արտաշեսը որոշել է նոր մագնիտ ավելացնի մեր սարքարանի։ Կվերդեմ ես նոր տեսա։ Да. Экстраординарно, экстраординарно, ничего не скажешь. Ой, дымка.